Հարստանալ ուրիշի դժբախտության հաշվին, այլ կերպ դժվար է գնահատել այն հանցավոր մտադրությունը, որը հղացել էր Ադրբեջանից գաղթած Վալերի Քարամովը 2008 թվականի հուլիսի 8-ին Երևանի կենտրոնական փողոցներից մեկում հանդիպելով իր մեկ այլ բախտակցի, Ադրբեջանից բռնագաղթած Ստելլա Բաղդասարյանին։ Հանդիպումը պատահական էր եւ կենցաղային խնդիրների ու փախստականների կյանքում արկա դժվարությունների մասին վաղեմի ծանոթների մտերմիկ զրույցի ընթացքում էլ Ստելլա Բաղդասարյանը պատմել է, որ իր եղբոր ընտանիքն ունի բնակարանի կարիք։ Քարամովի գլխում այս պատմությունից արագ հարստանալու միտք էր ծնվել, եւ նա իբր լավագույն կարգով հանուն իրենց հին ծանոթության խոստացել էր օգնել Ստելլա Բաղդասարյանի եղբոր ընտանիքին պետությունից բնակարան ստանալու հարցով։ Քարամովը ներկայացել էր տուժողին որպես փախստականների կոմիտեի աշխատակից, ով ունի լայն կապեր եւ հնարավորություններ այդ հարցում քաղաքացիներին օգնելու համար եւ առաջարկել էր տուժող Բաղդասարյանին, որպեսզի վերջինս վճարի 3000 ԱՄՆ դոլար մեկ սենյականոց բնակարան Երևան քաղաքում բնակարանային պահոստային ֆոնդից դասավորելու գործընթացը միջոցներով կազմակերպելու համար։ Օրեր անց Քարամովն ու արդեն նրա ծուղակն ընկած Ստելլա Բաղդասարյանը դարձյալ հանդիպեցին, այս անգամ արդեն ավելի գործնական նպատակով։ Ստելլա Բաղդասարյանը Քարամովին վճարել էր ընդամենը 1000 ԱՄՆ դոլար, պայմանավորվելով, որ մնացած 2000 ԱՄՆ դոլարը կվճարի, երբ որ բնակարանը ստանալու գործընթացը կավարտվի եւ փաստացի արդեն եղբայրը ստացած կլինի բնակարանը։ Ոգևորվելով ծրագրված գործի հաջող ընթացքից Քարամովը ոչ միայն Ստելլա Բաղդասարյանին վստահություն էր ներշնչել գործն ավարտին հասցնելու հարցում, այլև նոր գումարներ ձեռք գցելու մտադրությամբ նրան խորհուրդ էր տվել բնակարանի խնդիր ունեցող այլ վստահելի անձանց եւս ուղղորդել իր մոտ, իբր նրանց նույնպես օգնելու պատրվակով։ Ստելլա Բաղդասարյանը լավագույն նպատակներից ելնելով իր հարևաններին այդ հարցում օժանդակություն ցուցաբերելու համար իրազեկված լինելով, որ հարևանությամբ բնակվող տուժողներ Արտուր Ղուլյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը նույնպես կարիք ունեն բնակարանային պայմանների բարելավման, Քարամովի առաջարկի մասին հայտնել էր նրանց։ Օրեր անց մայրաքաղաքի կենտրոնի սրճարաններում Վալերի Քարամովն արդեն հանդիպումներ է ունենում Ադրբեջանից բռնագաղթած Լյուդմիլա Սարգսյանի եւ Արտուր Ղուլյանի հետ, եւ նրանցից յուրաքանչյուրից ստանալով 3000 դոլար, խոստանում իր աջակցությունը մեկ սենյականոց բնակարաններ դասավորելու հարցում։ Իսկ որպիսի իր կեղծ գործարքները վստահելի թվան, Քարամովը նրանցից պահանջում է նաեւ որոշակի փաստաթղթեր, իբր պետական մարմիններ ներկայացնելու համար։ Քարամովը Արտուր Ղուլյանից եւ Լյուդմիլա Սարգսյանից ստանալով ընդհանուր 6000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, նրանցից պահանջել էր նաեւ որոշակի փաստաթղթեր, անձնագրերի պատճեններ, սոցիալական քարտի պատճեններ, ընտանիքի կազմի մասին տեղեկանքներ, նրանց մոտ հավատներ շնչելով, թե վերոհիշյալ փաստաթղթերը պետք է ներկայացնի իրավասու մարմիններին, մասնավորապես Երևանի քաղաքապետարան եւ կառավարություն, որպեսզի բնակարաններ ստանալու գործընթացը կազմակերպի։ Քարամովն այս գործում պատահական մարդ չէր։ Նրա կենսագրության մեջ գումարների հափշտակությունն իր պատվավոր տեղն ունի։ 1940 թվականին Բաքվում ծնված եւ 88-ին Հայաստան տեղափոխված Քարամովն արդեն 3 անգամ դատապարտվել է քրեական օրենսգրքի նույն հոդվածի տարբեր մասերով։ Այն է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն։ Այս հանցանքների համար իր կյանքի ավելի քան 6.5 տարին անցկացնելով անազատության մեջ եւ ազատազրկման վայրից դուրս գալով 2005 թվականին Քարամովն ըստ էության արդար ապրեց միայն 3 տարի եւ 2008-ից դարձյալ անցավ իրեն ավելի հոգեհարազատ զբաղմունքի՝ խաբեությամբ ուրիշի գումարները հափշտակելու։ Եվ այդ նպատակի համար ընտրեց հենց իր հայրենակիցներին։ Մարդկանց, ովքեր մեկ օրում կորցրել էին իրենց ողջ ունեցվածքը, ստիպված էին եղել գաղթել իրենց ծննդավայրերից եւ արդեն տարիներ շարունակ ապրում էին սոցիալական դժվարին պայմաններում, փայփայելով մի օր դարձյալ սեփական բնակարան ունենալու հույսը։ Քարամովի ընտրությունը Ադրբեջանից բռնագաղթված անձանցից առանձնապես խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու առումով պատահական չէր։ Վերջինս տեղյակ էր, որ հանրապետությունում կա նման մի բնակչության խումբ, ով մինչ օրս ունի բնակարանային պայմանների բարելավման խնդիր եւ գիտակցելով, որ տուժողները ամեն կերպ փորձելու են ձեռք բերել բնակարաններ, իրենց կյանքի ընթացքում քիչ-քիչ հավաքած գումարները պատրաստ են տալ Քարամովին, որպեսզի վերջինս 3000 ԱՄՆ դոլարով ըստ էության խոստանում էր Երևան քաղաքի կենտրոնական հատվածում նրանց բնակարան դասավորել եւ
Դժողները ուղղակի անվերապահորեն վստահել են։ Ոգևորվելով իր հաջողությունից Քարամովը կանգ չառավ արդեն ձեռք բերվածի վրա։ Ուսումնասիրելով իր զոհերին, փորձառու Խարդախը գտավ նրանցից ամենադյուրահավատին՝ Արթուր Ղուլյանին։ 30-ամյա Արթուր Ղուլյանը Քարամովի զոհերից միակն էր, ում վերջինը հաջողել էր 2 անգամ նույն ծուղակը գցել։ 2008 թվականի հուլիս ամսվա վերջերին Քարամովը Ղուլյանին հեռախոսազանգի միջոցով տեղեկացնում է, թե բնակարանների ցուցակում ընդգրկված անձանցից մեկը հրաժարվել է 2 սենյականոց բնակարանը ստանալուց եւ լավագույն առիթ է հանդիսացել, որպեսզի Արթուր Ղուլյանի համար կարողանա դասավորել ոչ թե 1 սենյականոց, այլ 2 սենյականոց բնակարան։ 2 սենյականոց բնակարանի համար Քարամովն Արթուր Ղուլյանից պահանջել եւ որոշ ժամանակ անց ստացել էր եւս $3000։ Այսպիսով նրանից հափշտակելով ընդհանուր հաշվով 6000 ամերիկյան դոլարին հավասար գումար։ Դժող Արթուր Ղուլյանը երիտասարդ էր, մոտ 30 տարեկան, բայց քանի որ հանդիսանում էր ընտանիքի տղամարդը, փորձել էր այդ հոգսը ինքը իր վրա վերցնել եւ ժամանակի ընթացքում կൂട്ടակած գումարներով փորձել ինչ-որ մի կերպ լուծել նաեւ ընտանիքի բնակարանի խնդիրը։ Նրա զոհերը իրենք վստահելով Քարամովին, իրենց հերթին նոր զոհեր էին գտնում նրա համար։ Այսպես, Լյուդմիլա Սարգսյանը տեղյակ լինելով, որ իր ծանոթը Ադրբեջանից բռնագաղթած Գևանուշ Աթոյանն ընտանիքով եւս բնակվում է Վարչով, նրան օգնելու նպատակով խորհուրդ է տալիս հետևել իր օրինակին եւ վերջինիս ուղղորդում Վալերի Քարամովի մոտ։ Գևանուշ Աթոյանը 2008 թվականի արդեն օգոստոս ամսվա մեջ նույնպես հանդիպել էր Քարամովին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի մոտ եւ նրա նախապես պայմանավորվածության համաձայն նրան էր տվել 3000 ԱՄՆ դոլար, որպեսզի նույն պայմաններով Երևան քաղաքում գտնվող պետական բնակարանային ֆոնդից ստանա 1 սենյականոց բնակարան։ Վալերի Քարամովի գործի դրած մեխանիզմը սկսել էր թափ հավաքել։ Նրա խարդախության զոհ դարձածները փաստորեն ձգտելով օգնել իրենց բախտակից հայրենակիցներին, ակամայից աջակցում էին Քարամովի հանցավոր մտադրությունների իրականացմանը, նորանոր զոհեր գտնելով եւ մատակարարելով նրան։ Ըստ էության Քարամովը առաջին հերթին վստահություն կարողացել էր ներշնչել իր վաղեմի ծանոթին Ստելա Բաղդասարյանին, ով այսպես ասած առավել մտերիմ հարաբերությունների մեջ էր Քարամովի հետ։ Մյուս դժողները Արթուր Ղուլյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Գևանուշ Աթոյանը, նրանք իրենց հերթին վստահել էին իրենց հարևան նույն գործով դժող Ստելա Բաղդասարյանին։ Եվ այստեղ կարծես թե հանցագործության կատարման պատճառներից մեկն այն էր, որ դժողները չճանաչելով Քարամովին, չիմանալով վերջինիս անցած ուղին, անվերապահորեն վստահել էին նրան եւ այս ճանապարհով դարձել հանցագործության դժող։ 2008 թվականին, երբ Քարամովը զբաղված էր խաբեությամբ գումարներ հափշտակելով, կառավարության գործունեության ծրագրում իրոք տեղ էր հատկացված փախստականներին բնակարանով ապահովելու խնդրին։ Եվ Վալերի Քարամովը ժամանակին աշխատելով փախստականների կոմիտեում քաջատեղյակ էր այդ ծրագրին։ Քարամովը թերևս գիտեր նաև, որ կառավարությունը փախստականներին ոչ թե բնակարաններ, այլ դրանց գնման վկայագրեր է հատկացնում, բայց իր ծուղակն ընկածներին այլ իրողություն էր ներկայացրել։ Մի դեպքում Քարամովը դժողներին հավաստիացել էր, թե կառավարությունը բնակարանների փոխարեն նրանց տրամադրելու է բնակարանների գնին համարժեք սերտիֆիկատներ, որպեսզի քաղաքացիները իրենք անձամբ բնակարաններ ձեռք բերեն։ Մյուս դեպքում հավաստիացել էր, թե իբր ֆինանսատեսական ճգնաժամի պատճառով կառավարությունը ոչ թե սերտիֆիկատներ է տրամադրելու, այլ բնակարաններ է հատկացնելու, իսկ մեկ այլ դեպքում դժողներին ցույց տալով Երևան քաղաքի տարբեր հատվածներում կառուցվող նորակառույց շենքերը, նրանց հավաստիացել էր, թե իբր այդ շենքերից է նրանց բնակարանները հատկացնելու։ Մինչդեռ կառավարության հաստատած ծրագրով հստակ հաշվառվել էին բնակարանի կարիք ունեցող ընտանիքները։ Կազմվել էին շահառուների թեկնածուների ցուցակներ, որոնք նախ ստուգվել ու հաստատվել էին մարզերում ձևավորված հանձնախմբերի, ապա նաև միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։ Սահմանվել է կառավարության մի այլ որոշումով, ուրեմն վարչարարությունը շահառուների թեկնածուները ինչպես պետք է իրենց գործերը, փաստաթղթերը ներկայացնեն, ում պետք է ներկայացնելուց հետո այդ մարմինը ինչպիսի գործողություններ պետք է կատարի, ուրեմն լրացուցիչ ինֆորմացիաներ վերցվի նրանց բնակության հասցեներից, լրացուցիչ ինֆորմացիա նրանց ունեցած սեփականության վերաբերյալ եւ դրանք մարզպետարաններում հատուկ ձևավորված ուրեմն հանձնախմբեր էին։ Այդ հանձնախմբերը
այդ փաստաթղթերը փաստաթղթային ստուգումները կատարելուց հետո ներկայացնում էին ցուցակները շահառուների տեխնացուների քաղաքաշինության նախարարության կազմում գործող միջգերատեսչական հանձնախմբին։ Այդ հանձնախումբն էլ լրացուցիչ նորից նայում էր կառավարության սահմանված պահանջները եւ ներկայացված գործերը։ Եվ եթե լիարժեք համապատասխանություն կար, ապա նոր յուրաքանչյուր շահառու նախարարի քաղաքաշինության նախարարի առանձին հրամանով դառնում էր ուրեմն վկայագրի, այսպես ասած, սեփականատեր եւ նրան տրամադրում էր այդ վկայագիրը։ Կառավարության որոշմամբ բնակարանների գնման վկայագրերի հատկացման ծրագրի շահառուներ համարվեցին Ադրբեջանից բռնագաղթած այն ընտանիքները, որոնք բնակվում էին առավել անբարենպաստ պայմաններում, հանրային նշանակություն ունեցող շենք-շինություններում։ Խոսքը վերաբերում էր հանրակացարաններ, հյուրանոցներ, դպրոցական շենքեր, գործարանների ադմինիստրատիվ կորպուսներ եւ նմանատիպ այլ շինություններում ապրող ընտանիքներին, որոնց իրականացվել էր 2003 թվականին հաշվառում։ 2005 թվականին մեկնարկած ծրագրի իրականացման նպատակով ամեն տարի բյուջեից հատկացվում էր 1.3-ից 1.4 միլիարդ դրամ։ Այս գումարի շրջանակներում էլ շահառու ընտանիքներին տրվում էին վկայագրեր։ Վկայագիրը դա ֆինանսական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս դրա տիրոջը ձեռք բերել անշարժ գույքի շուկայից բնակարան կամ առանձնատուն։ Ընդ որում մեխանիզմը այսպես էր մշակված, որ եթե անձը հնարավորություն ունի որոշակի գումար ավելացնի այդ վկայագրի արժեքին, կարող է այդ դեպքում ավելի լավ բնակարաններ ձեռք բերել։ Եվ հակառակը, եթե վկայագրի արժեքը ավելի մեծ է, քան մի այլ վայրում բնակարանի արժեքը, ապա կարող է էժան ձեռք բերել բնակարանի արժեք եւ մնացած գումարը օգտագործել որպես անձնական խնայողություն։ Ծրագրի իրականացման ժամանակահատվածում բնակարանի գնման վկայագրեր ստացավ շուրջ 1100 ընտանիք, որոնցից 865-ը ձեռք բերեց բնակարան։ Մեծ թվով ընտանիքներ բնակարանով ապահովվեցին միջազգային կառույցների աջակցությամբ, իսկ արդեն 2009 թվականին եւս 61 ընտանիք բնակարան ստացավ Երևանի Ֆուչիկի փողոցում կառուցվող շենքում։ Մինչ փախստականներին բնակարաններով ապահովելու հարցում պետական եւ միջազգային կազմակերպությունները զանգվածային լրատվամիջոցների հասարակական կառույցների հսկողության ներքո հաշվառում բաշխում էին իրականացնում, փախստականներին բախտակից Վալերի Քարամովն իր հայրենակիցներից խարդախությամբ գումարներ շորթելով նրանց սին խոստումներ էր տալիս եւ անհետանում։ Հափշտակելով շուրջ 3 միլիոն 600 հազար դրամ գումար, Քարամովն անհասանելի էր դարձել իր զոհերի համար։ Իսկ երբ ի վերջո նրանց հաջողվել էր կապ հաստատել, հերթական անգամ հավաստիացրել էր, թե բնակարանների բաշխման գործընթացն ընթացքի մեջ է։ Եվ ժամանակի ընթացքում իր խոստմանը համաձայն իրենք կստանան բնակարաններ։ Մինչ նրա զոհերը սպասում էին Բաղձալի բնակարաններին, Քարամովն իր անձնական կարիքների համար շռայլորեն ծախսում էր նրանց գումարները։ Ինչպես ավելի ուշ պարզեց նախաքննական մարմինը, օրինակ $10,000 ծախսել էր նոր ատամնաշար ձեռք բերելու համար։ Նախաքննության ընթացքում Քարամովն իրեն մեղավոր չճանաչեց, հերքելով տուժողների ցուցմունքներում իրեն ուղված մեղադրանքները։ Փոխարենը Վալերի Քարամովը չժխտեց, որ նրանցից գումարներ է վերցրել, բայց իր մեկնաբանմամբ բոլորովին այլ նպատակով։ Թեև քրեական գործի նախաքննության ընթացքում Քարամովը իրեն մեղսագրվող արարքում մեղավոր չէր ճանաչում, հերքում էր տուժողներին բնակարաններ դասավորելու գործընթացը կազմակերպելու պատրվակով գումարներ հափշտակելու հանգամանքը եւ ցուցմունքներ տալիս այն մասին, թե իբր վերոհիշյալ գումարները տուժողներից ստացել է որպես պարտք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գյուղատնտեսական աշխատանքներ կազմակերպելու նպատակով։ Թերևս իր կյանքի եւ անցած հանցավոր ուղու փորձից ելնելով, իր զոհերից պարտքով գումարներ վերցնելու վարկածին Վալերի Քարամովը նախապատրաստվել էր ի սկզբանե։ Մեր գնահատմամբ, քանի որ Քարամովը նախկինում 3 անգամ դատապարտվել էր խարդախություն կատարելու համար, քաջատեղյակ էր տվյալ հոդվածի դիսպոզիցիային, ըստ հավանաբար նաեւ իր հետագայում պաշտպանական մարտավարությունը կազմակերպելու նպատակով տուժողներին տվել էր ստացականներ, իբր նշված գումարները նրանցից վերցել է պարտքով։
Տուժողներից յուրաքանչյուրից ստանալով պահանջած գումարը, Քարամովը նրանց ստացականներ էր տվել, որտեղ գրել էր, թե տվյալ գումարն ինքը պարտքով է վերցրել եւ պատրաստվում է վերադարձնել։ Ինչ վերաբերում է խոստացած բնակարաններին, դրանցում այդ մասին բնականաբար ոչ մի հիշատակում չկար, բայց իրավապահներն այդ ստացականների մասին այլ կարծիքի էին։ Մեղադրանքի կողմը այդ ստացականների ապացուցողական նշանակությունը այլ տեսանկյունով դիտարկեց եւ դիտեց, որ նշված ստացականները տալով Քարամովը փորձել է տուժողների մոտ ձևավորվելիք վստահությունը ամրապնդել, ոչ թե այս ստացականները իրականում ամրագրում են այն փաստը, որը իրականում գոյություն ուներ։ Այսինքն դրանք ոչ թե այդ գումարները տրվել էին պարտքով, այլ տրվել էին Քարամովին դրա դիմաց որոշակի գործողություններ կատարելու համար։ Վարույթն իրականացնող մարմինն այդպես էլ չհավատաց Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսությանն աջակցելու մասին Քարամովի ներկայացրած պատճառաբանություններին։ Տուժողների ցուցմունքներում եւ գործում արկա այլ ապացույցներով Քարամովի ներկայացրած պատճառաբանությունը համարվեց անհիմն եւ հիմնավորվեց, որ այսպիսով Վալերի Քարամովը փորձում էր խուսափել պատասխանատվությունից եւ պատժից։ Մեղադրական եզրակացությունը ներկայացվեց դատարան, որտեղ էլ Քարամովի նկատմամբ կայացվեց նրա նկատմամբ նույն մեղադրանքով արդեն 4-րդ դատավաճիռը։ Պատժնշանակելից դատարանը հաշվի առավ Ամբաստանյանի վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, Ամբաստանյանի անձը, այն որ նա նախկինում 3 անգամ նույնատիպ եղանակներով քաղաքացիներից խարդախության եղանակով հափշտակել էր խոշոր եւ առանձնապես խոշոր չափի գումարներ, հաշվի առնելով նաեւ Ամբաստանյանի անձը բնութագրող տվյալները, այն որ նա վատառողջ էր, այն նշված հանգամանքը դիտվեց նաեւ որպես պատասխանատվություն եւ պատժը մեղմացնող հանգամանք, իսկ որպես Ամբաստանյանի պատասխանատվություն եւ պատժը ծանրացնող հանգամանք դատարանը արձանագրեց նրա կողմից հանցանքը կատարելու ռեցիդիվը։ Ըստ էության դատարանը բավարարեց մեղադրանքի կողմի միջնորդությունը Ամբաստանյանի նկատմամբ բաժատեսակի եւ բաժաչափի առումով։ Ի տարբերություն նախաքննության, դատարանում Ամբաստանյալ Վալերի Քարամովն ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը եւ խնդրեց կիրառել արագացված դատաքննության կարգ։ Երևանի կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Քարամովը մեղավոր ճանաչվեց քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, եւ դատապարտվեց ազատազրկման 5 տարի ժամկետով։ Գործի քննության հետ առնչություն ունեցողների համոզմամբ Վալերի Քարամովի զոհերը ոչ միայն դյուրահավատության եւ սոցիալական վատ պայմաններից իրենց հիասթափության պատճառով էին հայտնվել տուժողի կարգավիճակում, այլև օրենքի անտեղյակության։ Շուրջ 20 տարի շարունակ ապրելով վատթարագույն պայմաններում եւ այլևս անկարող լինելով սպասել բնակարան ձեռք բերելու իրենց հերթին, Քարամովի հանցավոր գործունեությունից տուժածները թերևս նաեւ ցանկացել էին նրա խոստումներին հավատալ, բայց արդյունքում հայտնվել էին խաբվածի իրավիճակում։ Ինչևէ, մեր երկրում փախստական հասկացությունն այսօր էլ արդիական է։ Հանրապետության տարբեր բնակավայրերի, հանրակացարանների, հյուրանոցների, տարբեր վարչական շենքերի տարածքներում դեռևս ապրում է 1167 ընտանիք, սպասելով բնակարան ունենալու իրենց հերթին։ Ցավոք 2010-ից ի վեր անցած 3 տարիներին բյուջեի գումարների սղության պատճառով, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով սա այս վիճակը առաջացավ, գումարներ չեն նախատեսվել եւ սա շարունակում է մնալ թերևս ամենասուր խնդիրը փախստականների շրջանում եւ մենք ունենք 1167 շահառու տեխնացու ընտանիքներ, որոնք սպասում են այն իրենց փափագելի երազած օրվան, երբ որ իրանք կարող են ստանալ սերտիֆիկատներ եւ ձեռք բերել դրա միջոցով ուրեմն բնակարաններ։ Նրանց ապրելու պայմանները խիստ վատ պայմաններ են, որովհետև ինչպես նշեցի, հանրային նշանակության շենք եւ շինություններում են ապրում, հանրակացարաններում, որտեղ տարական պայմաններ կարելի է ասել անգամ չկան, ընդհանուր օգտագործման կոմունալ հարմարություններ են եւ տարիների համատեղ բնակության հետևանքով ավելի դարձել են ոչ պիտանի։ Ցավոք պետական ծրագրերին զուգահեռ վերջին 4 տարիներին դադարեցվել են նաև փախստականների բնակապահովման ուղղված միջազգային կազմակերպությունների ծրագրերը։ Ափսոս ուղղակի վրա ասած ճգնաժամը հնարավորություն չտվեց այդ լավ մեկնարկը շարունակել, եթե կարողանանք շարունակել, մենք արդեն 1167 առն կիսված կլներ, առնվազն կիսված կլիներ։
Բնակարանի կարիք ունեցող 1167 ընտանիքներին բնակարանով ապահովելու համար պատկան մարմինների հաշվարկով անհրաժեշտ է շուրջ 16 միլիարդ դրամ։ Այսպիսի գումարներ բյուջեում առայժմ չկան։ Մարդիկ փաստորեն 23 տարի, 24 տարի վատթարագույն պայմաններում են ապրում, եւ սա լուրջ մարդասիրական, ուրեմն կոմպոնենտ պարունակող խնդիր է, հա, եւ ակնկալվում է դոնոր կազմակերպությունների կողմից, որ այս բոլոր ուրեմն հանգամանքները հաշվի առնելով մեր կողմից էլ հետևողական է խնդիրը մշտապես իրենց ներկայացնելուց կունենանք այդ ակնկալի գումարները։ Կյանքի դժվարին իրավիճակում մշտապես ի հայտ են գալիս կեղծ բարեգործներ եւ այլոց դժբախտության վրա գումարներ աշխատելու սիրահարներ։ Վալերի Քարամովը դրանցից մեկն է, բայց ցավոք ոչ միակը։ Ուստի նույնիսկ ամենադժվարին պայմաններում չափազանց կարևոր է չկորցնել զգոնությունը եւ իմանալ սեփական իրավունքներն ու պարտականությունները։ Ցանկացած գործարք պետք է տեղափոխել իրավական հարթություն եւ տալ իրավական ձևակերպում, որը հետագայում կարող է երաշխիք լինել զեղծարարությունների զոհ չդառնալու համար, իսկ բնակարանային խարդախություններին դեռ կշարունակենք անդրադառնալ։ Հաղորդումն արդեն պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ Վալերի Քարամովը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, բողոքելով պատժի խստության դեմ։